Գիտեք, պարոն Ծառուկյան, խոսակցություններ են արդեն պտտվում, որ Արարատ ցեմենտի պետականացումը տեղի է ունենում կոնկրետ Ալիևի պահանջով, արդյոք նման շշուկներ ձեզ հասել են եւ ինչպես կմեկնաբանեք։ Ես լսել եմ, որ Ալիևի պատճառով Օլիմպիական կոմիտեի հարցն է, քանի որ մեր հայերը ցանկացած հանդիպման ադրբեջանցիներին, թուրքերին հաղթում են, որը դա հարցներ եւ նրանք էլ հիմնական որ իրավունք էլ չունեն։ Տեղի ասենք թե մեր դատարանները Օլիմպիական կոմիտեի հարցը այդքան էլ չեն ուդրել են անօրինական որոշում են կայացել, որտեղ օրենք չկա, հիմնական ՄՕԿ-ը միջազգային օլիմպիական կոմիտեն այդ հարցով զբաղվում, որ էսել էլի հնարավոր է։ Ես ասեմ, որ բայց դրանք հարցի լուծում չեն։ Եթե մարդը 20 տարի առաջ գործանը վերցել է, սկսեց դեմ խոսել, իրականություն ասել, դրա համար խառնվան իրաց, այդ նոտի մեջ են։ Ձեր արածների պատասխանը տվեք, որոնց որ ոչ մի լավ բան չեք արել։ Բացի զոհեր տալուց, բացի հեղինակազրկելուց, բացի օղեր տալուց, հիմա էլի 3 շրջան ուզում է տա։ Հիմա էլ պետք է ադրբեջանցիներին 300,000 պետք է բերի բնակիչներ։ Հայաստանում, Երևանում, Վարդենիսում, Արագածոտնում։ Ասում են, այդպես բան չկա։ Ես ասում եմ 2025 թվական դեկտեմբերի 5 Ալիևի ելույթը թող վերցնեն, ասում եմ ժողովրդին բերելու եմ, տանկերով չեմ բերելու, ավտոբուս եմ բերելու, բայց որ հանկարծ նեղացեցիք, այսինքն զորքա բերելու դնի մեր երկրում իր ազգին պաշտպան։ Ինչ է դա նշանակում, ժողովուրդ ջան։ Պետք է իմ ժողովուրդը մի քիչ հասկանա, ես այսօր ոչ վարչապետ եմ ուզում, բայց սիրտս ցավում է, որ մենք վիճակը այսօր սուտ ասելով, խաբելով, սուտ ես իա թիմակիցներն եմ ասեք 8 տարվա մեջ, ինչ լավ բան եք արել, մի լավ բան, ժողովրդի համար լավ բան ասեմ արել եք, մի լավ բան, բացի պարտվելուց, հողեր հանձնելուց, զոհեր տալուց, ժողովրդի խեղճացնելուց, ու մենակ հարկեր թուրքեր ավելացնել, գույք հարկը 100% ավելացնելով, հա ինչ են ուզում ասել։ Խաղաղություն ենք բերել։ Խաղաղություն եթե բերել են, հիմա խաղաղություն բերել են, բայց ասենք թե ինչի համար մեր գերիներ ինչ են տալի, ինչի ադրբեջանցիները մեր սահմաններից հետ չեն գնում, ինչի համար հիմա նա ուզում է նորից պահանջ են ներկայացնում, որ 3 շրջան պետք է տան, 3 շրջանից հետո սահմանություն պետք է փոխեն, մասից սարը մեր պասպորտների վրայից հանել են, ցեղասպանության մասին վախում են խոսան, ցեղասպանությունը, որը մեկը պետական ալիքը 12-ից հետո ցույց չի տվել, ամոթը, այսօր գրքերը փոխելով, մեր պատմությունը փոխելով, մենք ազգ ենք, ժողովուրդը պետք է հասկանա, ուշքի գա ու բացառված է, որ իրեն ձայն տան, ինքը միայն ժողովրդին խաբելով, սուտ ասելով գա, ու այսօր Ծառուկյանին վախացնելով, որ ցեմ զավոդը ես տալիս եմ ժողովրդին, քո ցավն էլ տանեմ, օրենք առաջ բոլոր հավասար են, կար անօրինական մտի խլես, դա պատասխանը դու ես տալու, պետությունն է տալու, դա հիմնական մասնավոր սեփականություն է։ Այնպես որ հասկացեք, որ ինքը արդեն խուճապի մեջ է, արդեն չի տիրապետում իր ներվերին, որ զոհվածի մորնել է քաշում, հայոյում, բժշկուն էլ, մյուսին էլ հանգիստ չի կարող, հիմա էլ կազմակերպել են օրգանով, որ հանկարծ մեկ ուզում է բան ասի, բերանը փակում տա, ամոթը, տենց երկիր պայել չի լինի, տենց ղեկավար չի լինում, ձեր ցավը տանը։ Հանգիստ եղեք։ Թող մնացած իմանալ։ Իհարկե աղբերես։ Հայը հուսանակ նախան դրան, ամեն գոտ բան հայը նախան դրան։ Հայը նախան քիլ հայ ոչ մեկ չի գալ։ Ապրես, համաձայն եմ, այո։ Այդ այսօր պետք է ազգը միասնական մի մարդու պես, ես չեմ ասում բացահայտ ասեք, հիմա պետք է գան բռնեն, ակ գրեն, խանութի վրա գործից։ Ասում եմ, այսքան մարդ հանել են, մարդիկ ասեմ դիմում չգրեք։ Բայց ինձ անօրինական առանց դիմում հանում են։ Որ կտա դատարան կվերականգնի։ Փոխվեց, այդ իր հանողն է հանելու։ Հա՞։ Դատարան էլ չի վերականգնի։ Վերականգնի, չի կարա չվերականգնի։ Եղել է։ Ես փոխնաչալը եւ բնի զաշոտը հանան։ Տարադատ դասին չամալեկանել։ Իրանք ճիշտ տանից խանան։ Ասկարավորը դեմ խոսել։ Ասում է արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Ով որ արել է նա պատասխանը կտա, այսօր այս քանի ներկայացեմ քեզ ասում եմ։ Այո, Աստված նայում ով ինչի արժանա, նան էլ արժանացնա, ձեր ցավը տան։ Դուքները տեղը պահեք, ամեն ինչ արժևում, ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալ եմ, բարև աղբեր։
Շատ լավ ալիներ, դու պետք մենակ տեղը պահել, ամը ինչ կզգակ։ Ամեն գալուց է Առողջունը կայ, Սաղ տեղում է, դե ծավտան բարևար պետք է, ոնց ես։ Շատ ուժը, շատ ուժը։ Երեխեքյան մի հատ էլ կողջան։ Ապրես, շնորհակալ եմ։ Հա? Ո՞մ ուտալա, ամոթ։ Գնացիք, ստեցում։